Ուզբեկստանի նախագահը երկօրյա այցով Թբիլիսիում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ Շավքաթ Միրզիոյևը երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը հաստատում է մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությունը եւ ամուր հիմք է դնում երկկողմ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության կայուն զարգացման համար, ասել է Վրաստանի վարչապետը։ Նրա խոսքով Վրաստանի եւ Ուզբեկստանի միջև համագործակցության ամրապնդումը կնպաստի տարածաշրջանային առևտրային հոսքերի հետագա աճին, տրանսպորտային միջանցքների ամրապնդմանը եւ ավելի լայն տնտեսական ինտեգրմանը։ Վրաստանը մեզ համար կարևոր գործընկեր է եւ հուսալի հենարան Հարավային Կովկասում։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը դինամիկ զարգանում է բոլոր ոլորտներում եւ սա միայն սկիզբն է, նշել է Ուզբեկստանի նախագահը։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներով չի մասնակցի հոր Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ Այաթոլլահ Հաքիմ Էլահին։ Պատվիրակը հայտարարել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի ներկայությունը հանրության համար վտանգավոր էր Իսրայելի սպառնալիքների եւ հետապնդման ռիսկի պատճառով, հաղորդել է ԱՆԻ լրատվական գործակալությունը։ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել նաեւ իր կնոջ հուղարկավորությանը, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ։ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների հրաժեշտի եւ հուղարկավորության արարողությունները կանցկացվեն հուլիսի 4-ից 9-ը։ Ավելի քան 4 ամիս է անցել Այաթոլլահի սպանությունից։ Նա զոհվել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի առաջին օրը։ Ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի աճյունն առավոտյան տեղափոխվել է Թեհրանի գլխավոր աղոթավայր Մեծ Մոսալլա։ Հուղարկավորության մասնակիցների թիվն ըստ պաշտոնական իռնագործակալության կարող է հասնել 35 միլիոնի։ Իրանի նախկին հոգևոր առաջնորդին վերջին հրաժեշտ տալու համար Թեհրան են ժամանել նաեւ արտասահմանյան պատվիրակությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հասել է Իրանի հետ հակամարտության գրեթե բոլոր նպատակներին։ Այս մասին նա ասել է CNBC-ի հետ հարցազրույցում։ Կարծում եմ նրանք համաձայնել են մեզ անհրաժեշտ գրեթե ամեն բանի հետ, ասել է Թրամփը։ Ըստ նրա մոտավորապես 4 ամիս տևող հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է եւ ամերիկյան ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական ներուժը, նավատորմը, օդուժը, ռադարային համակարգերը եւ ղեկավարներին։ Ինչի եմ հասել, ես նրանց ռազմական առումով հաղթել եմ, հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են եւ ռազմական գործողությունների արդյունքում հնարավոր է եղել հասնել Իսլամական Հանրապետությունից բխող միջուկային սպառնալիքի չեզոքացմանը։ Թրամփը նաեւ նշել է, որ նավթի գինը հիմա նույնիսկ ավելի ցածր է, քան մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկը։ Իսրայելի պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ վարել Իրանի դեմ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Նա նաև հիշեցրել է, որ վերջին զինված հակամարտության ընթացքում Իսրայելը ոչնչացրել է իրանական ղեկավարության մեծ մասին, զգալի վնաս հասցրել Իրանի ռազմավարական կարողություններին։ Նախորդին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է Իսրայելին Թեհրանին ուղղված սպառնալից հայտարարությունների կապակցությամբ։ Նրա խոսքով Իրանը իրական սպառնալիքի դեպքում կարձագանքի անմիջապես եւ հուժկու։ Իրանի խորհրդարանի նախագահ եւ իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մուտք չի ունենա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածներից վնասված միջուկային օբյեկտներ, հաղորդել է Մեհեր գործակալությունը։ Նրա խոսքով Իրանի օրենսդրությունը, ինչպես նաեւ երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումն ուղղակիորեն արգելում են ստուգումները վնասված օբյեկտներում։ Խոսնակը նշել է, որ AMG տեսուչներն իրավունք ունեն մուտք գործելու միայն Բուշերի էլեկտրակայան եւ Թեհրանի ռեակտոր։ Մենք խստորեն պահպանելու ենք մյուս սահմանափակումները, ասել է նա։ Ավելի վաղ AMG գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ կազմակերպությունն ակնկալում է առաջիկա շաբաթների ընթացքում այցելել իրանական միջուկային օբյեկտներ։ Ուկրաինայում ռուսական գիշերային հարվածների հետևանքով 4 զոհ եւ 10 վիրավոր կա, գրում է Reuters գործակալությունը։ Զոհերը մահացել են սահմանամերձ Սումիի մարզում բնակելի տանը հասցված ռուսական ԱԹՍ հարվածների հետևանքով, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Կրիվոյ Ռոգին հասցված հրթիռի հարվածի հետևանքով կա 7 վիրավոր, տեղեկացրել է քաղաքի պաշտպանական խորհրդի նախագահ Ալեքսանդր Վիլկուկը։ Այսօր Ուկրաինայում սգո օր է։ Նախորդին մայրաքաղաք Կիևին ռուսական ուժերի հարվածները խլել են ավելի քան 3 տասնյակ մարդու կյանք։ Դա այս ամենամահաբեր ռուսական հարձակումն է եղել մայրաքաղաքի վրա։ Ռուսաստանի Բրյանսկի մարզի ղեկավարությունն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 1, վիրավորվել 2 մարդ։ Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով նույնպես կա 1 զոհ։ Այնտեղ առաջացել են ջրամատակարարման խնդիրներ, հրդեհ է բռնկվել Էներգոմաշ գործարանում եւ Միչուրինի անվան ջեկում։ Իսկ Սմոլենսկում ուկրաինական ԱԹՍ հարվածներից հրդեհ է բռնկվել արտադրամասերից մեկում։ Դավիթ Մուրադյան, լուրեր։